Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 8-ն է, շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում եմ առաջին հերթին առողջություն, ինչպես նաև անսահման սեր, միշտ սիրված լինեք ձեր հարազատների կողմից և ամենալավն ու բարին եմ ցանկանում ձեզ սիրելի կանայք։ Այսօրվա մեր հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք միջազգային տարբեր իրադարձություններից, հետաքրքիր հայտարարություններ ունենք Թուրքիայից, հետաքրքիր ոճով եւ ձևով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է պատասխանել Վլադիմիր Պուտինին, քանի որ Ռուսաստանից մեղադրանքներ էին հնչել նրա հասցեին, որ իբր նա Նապոլեոնն է եւ Հիտլերը, շատ հետաքրքիր ոճով պատասխան էր, իմիջայլոց այնպիսի պատասխան, որը որ ես էլ էի մտածում, որ լավ կլինի, որ Ֆրանսիայի նախագահը կամ որևիցե մեկը դա այդպիսի պատասխան, եւ փաստացի այդպիսի պատասխան տեղի ունեցավ։ Կանդրադառնանք նաև Սիրիային, Սիրիայից միանգամից ասեմ, որ բավականին բարդ, վատ նաև տեղեկություններ են գալիս Սիրիայից, քանի որ այնտեղ հիմա այդ ապստամբությունը, որը որ տեղի ունենում ալավիների կողմից, իշխանությունները շատ կոպիտ ձևով ճնշում են, կան բազմաթիվ զոհեր, այդ մասին ճիշտ է քիչ են տեղեկությունները ընդհանուր առմամբ, բայց այնուամենայնիվ շատ վատ պատկեր է ստեղծվում, որ այնտեղ հիմա տեղի են ունենում շատ ցավալի իրադարձություններ։ Հույսով եմ մեր հայրենակիցները այնտեղ ավելի համեմատաբար անվտանգ են։ Երեք հետաքրքիր հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ Թուրքիան պատրաստ է ամրապնդել Եվրոպայի ռազմական արդյունաբերությունը։ Արդեն մի քանի օր է խոսում ենք այն մասին, որ Թուրքիան բավականին լուրջ հիմա հավակնություններ ունի Եվրոմիության հետ կապված, եթե չասեմ միանգամից ուզում են Եվրոմիության անդամ դառնալ արագ, հասկանում եմ, որ դա նույնիսկ բարդ է, բայց ուզում են օգտվել ստեղծված իրավիճակից, քանի որ 20 տարի է նրանք առաջընթաց չունեցան այդ ճանապարհի վրա, եւ հիմա փորձում են օգնել Եվրոպային, առաջարկում են իրենց օգնությունը այդ կոնկրետ ռազմական տեսանկյունից։ Թուրքիայի նախագահ, ինչպես ասեցի, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ իր երկրի ռազմաարդյունաբերության համալիրը պատրաստ է աջակցել Եվրոպային, նաև նրանք պատրաստ են աջակցել եվրոպական ռազմական արդյունաբերությանը, ինչպես նաև եվրոպական անվտանգության ամրապնդման։ Հիշում ենք, որ նրանք նաև ասում են, որ նույնիսկ իրենք էլ պատրաստ են մասնակցել եւ խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, չնայած որ ընդամենը երկու երկիր, հնարավոր է նաև երրորդ երկիրը եւս համաձայնվի, հիմնական խոսքը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի մասն էր, որ նրանք պատրաստ են զինվորականներ ուղարկել, Գերմանիայի կանցլերը, որը որ հիմա կարող է արդեն եւ չպետք է լինի կանցլերը ընտրությունների արդյունքով եւ կարող է Ֆրիդրիխ Մերցը լինի, նրա տեսակետը դերևս այդքան էլ պարզ չէ, բայց ամենայն հավանականությամբ նա ավելի կարող է եւ կողմ լինել, որ Գերմանիան եւս խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա, եւ փաստացի Թուրքիան ինքը հայտարարում է, չնայած որ Թուրքիայի հետ կարծես թե ոչ ոք չի էլ քննարկել այս հարցը, չի էլ քննարկել Թուրքիայի մասնակցության հարցը, բայց Թուրքիան արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ իրանք եւս պատրաստ են ներգրավել այդ ծրագրի մեջ եւ զորք ուղարկել Ուկրաինա։ Էմանուել Մակրոնն է անդրադարձել Պուտինի հայտարարություններին, Պեսկովի հայտարարություններին, Լավրովի հայտարարություններին, այսինքն այն բոլոր հայտարարություններին, որոնք որ հնչել են Ռուսաստանից իր հայտարարությունից հետո։ Եվ Մակրոնը ասում է, մենք մասամբ նաեւ երեք անդրադարձանք այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է խոսել Պուտինի հետ, եթե նման որոշում կայացվի եւ դաշնակիցները միասին բանակցեն որոշում ընդունեն այդ մասով։ Նաև Զելենսկին այդ հարցի շուրջ բնականաբար կարծիք ասելու իրավունք ունի եւ վճռական կարծիք ասելու իրավունք ունի եւ դրանից հետո նոր կարող է Մակրոնը խոսել Պուտինի հետ, բայց մենք մնացածի մասին չխոսեցինք, քանի որ հետո ավելի ուշ մենք ստացանք ամբողջական իր խոսքը Ռուսաստանից հնչող հայտարարությունների իր ելույթի մասով, եւ նա ասում է, որ ինքը շատ լավ է ճանաչում Պուտինին, Մակրոնը ասում է, որ լավ է ճանաչում Պուտինին, ու քանի որ Պուտինը այդ ձև է արձագանքում իր հայտարարություններին, ուրեմն Պուտինը հասկանում է, որ Մակրոնը ճիշտ է ասում, այսինքն ինքը ճիշտ է ասում։ Նա նաև ասել է, որ ես գիտեմ, Մակրոնն է ասել, որ ես գիտեմ, որ Պուտինը ընդունակ չէ իր խոսքի տեր լինել։
Դե ինքը ի նկատի ունի Մինսկի պայմանավորվածությունները, Մինսկ 1, Մինսկ 2, Ուկրաինայի շուրջ այդ պայմանավորվածությունները, որոնք որ խախտվել են, հավանաբար նա նաև ի նկատի ունի այն, ինչ տեղի ունեցավ Արցախում։ Մակրոնը բավականին հետաքրքիր քաղաքական գործիչ է, նա ոչինչ չի մոռանում, շատ լավ հիշում է նաև Արցախում տեղի ունեցածը բազմիցս Ֆրանսիայից այդպիսի հայտարարություններ են եղել նաև անձամբ Մակրոնի կողմից, եւ այդտեղ եւս ինքը շատ լավ գիտի, որ Պուտինը իր խոստումը խախտել է Արցախի մասով եւս Հայաստանի մասով, եւ ընդհանուր պատկերը Մակրոնի մոտ շատ հստակ ձևավորվել է Պուտինի, որ ինքը խախտում է իր խոստումները, եւ ասում է այստեղ, որ ինքը խախտում է, ընդունակ է խախտել իր պայմանավորվածությունները եւ խոստումները։ Հետո ամենակարևորը այն է, որ նա ասում է, որ ես ուզում եմ անդրադառնալ իր պատմական սխալ մոտեցումներին, որ սխալ է Մակրոնին համեմատել Նապոլեոնի հետ, քանի որ Նապոլեոնը աշխարհակալ էր, ուզում էր գրավել օտար երկրներ, իսկ Մակրոնը ասում է, որ մենք ոչ թե ուզում ենք գրավել որևիցե երկիր, այլ ուզում ենք պաշտպանվել, կոնկրետ պաշտպանվել, եւ այն ամենը, ինչ անում է այսօր Վլադիմիր Պուտինը, ինքը ավելի շատ է նման փաստացի նույն Նապոլեոնին, քանի որ իրենց նպատակների մեջ է մտնում գրավել, իսկ մեր նպատակների մեջ է մտնում պաշտպանվել։ Եվ սա շատ հետաքրքիր եւ կարեւոր պատասխան էր, քանի որ ես միշտ մտածում էի այն մասին, որ մեր պապերը մասնակցել են երկրորդ համաշխարհային պատերազմին եւ կանգնեցրել են Հիտլերի զորքերը, քանի որ Հիտլերը ուզում էր գրավել մեր բոլոր երկրները։ Եվ փաստացի այդ ժամանակ, եթե մենք անկեղծ լինենք, Ռուսաստանի Դաշնություն չկար, Խորհրդային Միություն էր, եւ Խորհրդային Միության բոլոր երկրները, Ռուսաստանը ներառյալ, պայքարում էին դրա դեմ, եւ դրանից հետո ինչպես կարող է Ռուսաստանի Դաշնությունը հարձակվել ուրիշ երկրների վրա եւ գրավել ուրիշ երկրներ, ու նույն ժամանակ տոնել երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը։ Եվ նույն ժամանակ այդ ապատեղեկատվության միջոցով սեփական ժողովրդին համոզել, որ ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ նորմալ է, Ռուսաստանը ճիշտ է վարվում, նույնիսկ կարող են ասել, որ սա երկրորդ համաշխարհային պատերազմի շարունակությունն է, հայրենական պատերազմի շարունակությունն է, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Բայց իրականությունը այն է, յուրաքանչյուր նորմալ մարդ հասկանում է, որ Ռուսաստանի վրա ոչ ոք չի հարձակվել, Ռուսաստանը ինքն է հարձակվել Ուկրաինայի վրա, եւ Եվրոպան հիմա ուղղակի փորձում է պաշտպանվել, փորձում է ավելացնել սեփական պաշտպանությունը, որպեսզի Ռուսաստանը ապագայում հնարավորություն չունենա հարձակվելու Եվրոպայի վրա, քանի որ մտավախությունները իրոք առաջացել են։ Շատ տրամաբանական է, որ եվրոպական երկրների մոտ նման մտավախություններ են առաջացել, շատ տրամաբանական է։ Եվ Մակրոնի ելույթի մեջ չկար ոչինչ, որ նրանք օրինակի համար ուզում են գրավել ինչ-որ մի երկիր, նման մտադրության մասին ընդհանրապես խոսք չկար, եւ կոնկրետ խոսքը վերաբերվում էր պաշտպանությանը Ֆրանսիայի եւ պաշտպանությանը Եվրոպայի, եվրոպական երկրների։ Եվ Մակրոնը ասում է, որ ինքը կարծում է, որ Պուտինը պետք է վերադառնա այն աշխարհանկալմանը, այն աշխարհայացքին, որ պետք չի գրավել որևիցե երկիր, եւ պետք չի եւ սխալ է գրավել որևիցե երկիր, այն էլ այս 21-րդ դարում։ Ճիշտ է, Մակրոնը այդ խոսքերը չի ասել, բայց ինքը ասել է, որ ինքը կարծում է, որ Պուտինը պետք է վերադառնա այդ աշխարհայացքին խաղաղության մասով։ Բայց եթե դուք նկատել եք, Ռուսաստանից էլ հիմնականում թե 3 տարի առաջ, թե հիմա խոսում են այն մասին, որ այն ամենը, ինչ հիմա անում է Ռուսաստանը, դա անում է իր անվտանգության համար։ Եթե իրոք Ռուսաստանում էլ ունեն մտահոգություններ իրենց անվտանգության մասով, եւ այդ պատերազմը, որ իրենք սկսեցին Ուկրաինայում, անվտանգությանն է վերաբերված, Ռուսաստանի անվտանգությանն է վերաբերվում, ապա Մակրոնի այս հայտարարությունը եւ իրենց հայտարարությունը, ես կարծում եմ, որ իրոք պետք է որ նստեն եւ խոսեն, շատ երկար եւ լուրջ է պետք խոսել, նոր լուրջ երաշխիքներ են հարկավոր աշխարհին, Եվրոպային, երկու կողմերից էլ պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որպեսզի պատերազմը Ուկրաինայում ավարտվի եւ եվրոպական երկրները, եւ ոչ միայն եվրոպական երկրները, նաեւ մեր տարածաշրջանը բոլորը համոզված լինեն, որ պատերազմներ չեն շարունակվելու, ոչ ոք չի շարունակելու այդպիսի
քաղաքականություն, որ կարող է մտնել հարևանի երկիր եւ գրավել հարևանից ինչ-որ տարածքներ եւ հետո ասել, որ դա արվում է իր անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիմա խոսենք Թրամփի հայտարարություններից։ Իմիջիայլոց մեկնաբանությունների մեջ կրկին խնդրում եմ ավելի զուսպ լինել, երբ որ Թրամփի մասին մենք քննարկումներ ենք անցկացնում, մի քիչ այլ տեսակի մեկնաբանություններ եմ տեսնում, միայն մենք չէ որ կարդում ենք այդ մեկնաբանությունները, իրոք պետք չէ վիրավորական մեկնաբանություններ գրել։ Ինչ վերաբերվում է երեկվա Թրամփի հայտարարությանը, որ ինքը կարող է նոր լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ եւ սպառնալից ոճով էր խոսել Թրամփը, դա տեղի էր ունեցել նրանից հետո, երբ որ Ուկրաինայի ուղղությամբ լուրջ հարձակում էր տեղի ունեցել հրթիռային եւ դրոնային, իմիջիայլոց ֆրանսիական ինքնաթիռները շատ լավ էին իրենց ցուցադրել առաջին անգամ ուկրաինական օդում, եւ այդ հարվածներից հետո Դոնալդ Թրամփը արել էր այդ հայտարարությունը։ Եվ հստակ կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգներից գալիս են հայտարարություններ, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը չհամաձայնվի դադարեցնել այդ պատերազմը, ապա պատժամիջոցներ կմտցվեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը համաձայնվի դադարեցնել պատերազմը, ապա կարող են որոշ պատժամիջոցներ հանվել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Նույնն է նաև արվում Ուկրաինայի մասով, եթե Ուկրաինան համաձայնվում է, ապա ռազմական մտակարարումները վերսկսվում են։ Մենք ամիսներ առաջ խոսում էինք այն մասին, դեռևս Թրամփը չէր ընտրվել, նախագահ ասում էինք, որ նրա ծրագրերի մեջ է մտնում, որ եթե ինչ-որ մեկը մերժում է վերջ տալ այդ պատերազմին, ապա ինքը պատժելու է այդ կողմին։ Նույնիսկ եթե Ուկրաինան մերժում է դադար տալ այդ պատերազմին, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժելու են նաև Ուկրաինային, եւ հիմա դա է տեղի ունենում փաստացի, բայց հիմա հանդիպումը, որը որ տեղի կունենա Ռիադում, ես կարծում եմ, որ միանշանակ ամերիկացիները եւ ուկրաինացիները իրար հասկանալու են։ Ես այդ զգացմունքը ունեմ, եւ հետո արդեն գնդակը լինելու է ռուսական դաշտում, եւ չեմ կարող ասել ռուսները ինչ կանեն, ինչպես կվարվեն, ամենայն հավանականությամբ ռուսները կգտնեն ինչ-որ մի ձև հրաժարվելու կանգնեցնել այս պատերազմը, եւ հետո արդեն տեսնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները, նույն Դոնալդ Թրամփի գործողությունները, եթե ինքը այդքան անկեղծ է։ Թրամփը անդրադարձել է նաեւ Իրանին, կրկին անդրադարձել է Իրանին։ Նա ասել է, որ Իրանը կամ գնալու է պայմանավորվածությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կամ շատ շուտ ինչ-որ մի վատ բան տեղի կունենա, հստակ ակնարկելով, որ կարող է հարված հասցվել Իրանին։ Թրամփը նաև փորձել է կրկին շիրաշահել Վլադիմիր Պուտինին, ասելով, որ ինքը հավատում է, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղություն եւ նշել է, որ Ուկրաինայի հետ շատ ավելի դժվար է բանակցել, քան Ռուսաստանի հետ։ Բայց այս հայտարարությունները ամենայն անկեղծությամբ երևի թե արվում են նրա համար, որ արագ փորձի Թրամփը հասնել ինչ-որ նպատակների, բայց ես կարծում եմ, որ իրեն սպասվում է նաև հիասթափություն, այսինքն մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի կողմից վերջը ինքը մերժում ստանա, որ Ռուսաստանը պատրաստ չէ այս պահին գնալ այս ձևով խաղաղության, այսինքն ի վերջո Ուկրաինան կհամաձայնվի իմ պատկերացմամբ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ոչ, եւ հետո արդեն Թրամփը ստիպված է լինելու կայացնել այնպիսի որոշումներ, որոնք որ չի այս պահին ցանկանում կայացնել։ Իրանի մասով նրա հայտարարություններին ես անդրադարձա, Համասի մասով էլ կային հայտարարություններ, Իրանի մասով իմիջիայլոց նաև Թեհրանից են պատասխանել, Իրանի արտգործնախարարը ասել է, որ քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշումի քաղաքականությունից չի հրաժարվել, սպառնալիքների քաղաքականությունից չի հրաժարվել, Իրանը չի մտնելու ուղիղ բանակցությունների մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այսինքն Իրանը պահանջում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվեն սպառնալիքներից եւ ճնշումներից, որպեսզի նրանք կարողանան ուղիղ բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն Իրանի շուրջ եւս բավականին լարված է իրավիճակը, տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում։ Նաեւ Թրամփը խոսել է կրկին Կանադայից, Թրուդոյի հետ հեռախոսազրույցը գիտեք, կա նաեւ տեղեկություն, որ Թրուդոյին նա տեղեկացրել է, որ ինքը ուզում է վերանայել սահմանը Կանադայի հետ, այսինքն դեպի տարածքային հավակնություններ ունի Դոնալդ Թրամփը Կանադայի նկատմամբ, չնայած որ ինքը բազմիցս հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա 51-րդ նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների։
Ահա այսքանը սիրելի հայրենակիցներ այսօրվա համար, հաջողություն բոլորիդ, կհանդիպենք։